Ուշադրության կենտրոնում է մայրենի լեզուն։ Հայերենի հայոց լեզվի մասին այսօր պիտի խոսենք հայ բանասիրության թեկնածու, դոցենտ եւ առաջնորդանի աշխատակից Նորայր Պողոսյանի հետ եւ շաբաթօրյա արմցան թեմի շաբաթօրյա վարժանների հոգեվոր տեսուչ եւ փոքրիկ հրեշտակներ շաբաթօրյա դպրոցի տնօրեն Հովհաննես Սարգսակ Գումրյանի հետ։ Վարնայք, ողջունում եմ ձեզ։ Հայերենի մասին իհարկե կարելի է ժամերով խոսել, բայց պիտի այսօր սեղմենք նյութը եւ մի քիչ ավելի կոնկրետ որոշ բաներ քննարկենք, որն է բարբառներ, արևմտահայերեն, արևելահայերեն լեզուները կամ ճյուղերը, բայց ուզում եմ խոսակցությունը սկսենք, քանի որ հայերենի մայրենի լեզվի մասին ենք խոսենք գրաբարից, որը որ հիմքն է մեր լեզվի, դասական հայերենը, ինչպես ասում են, եւ հարցս հետեւյալն է, ինչու եւ ինչպես գրաբար լեզուն դարձավ ճակերտավոր մահացած լեզու, ինչպես հայտնվեց այդ ցանկի մեջ։ Շնորհակալություն, սիրելի Վահե, այս հրավերի համար եւ այս թեման այսպես հրապարակային հաղորդման նյութ դարձնելու համար։ 24 ժամ կարելի է խոսել, նույնիսկ ոչ արթուն ժամանակ անընդհատ այս բովանդակության մեջ լինել, որտեղ ցանկացած հայորդի դրա կարիքը ունի, կարիքը կա իրոք անընդհատ խոսելու, ներկայացնելու եւ Հայաստանում, եւ արտերկրում, եւ ամենուր հայոց լեզուն եւ դրանից բխող բոլոր մյուս թեմաները, եւ դուք խոսում եք մեր լեզվի, մեր ինքնության ինչ որ առումով նաեւ արմատների մասին։ Ես կներեք, այդպես ունեցել եմ մի քանի հրապարակումներ եւ ճշգրիտ փորձել եմ ճշգրտել այդ մահացած տերմինը, կներեք օգտագործեցի։ Սխալ տերմին եմ օգտագործում։ Նկատի ունեմ, ոչ, դա դարձել է դասագրքային նույնիսկ օգտագործման բառ։ Այդ տերմինը գործածությունից դուրս հանելու տարբեր առաջարկներ եւ ելույթներ եմ ունեցել, որովհետեւ մի հարթության մեջ դնել մահացած ժողովուրդների լեզուները եւ ասենք մեր կենթանի լեզուն, ճիշտ չէ, մահացած կարող է լինել հին խեթերենը, հին այդ անտիկ լեզուներից շատերը, բայց ոչ երբեք գրաբարը։ Ես կարող եմ բերել տասնյակ փաստարկներ։ Միայն մեկը ասեմ, այսօր ամեն աստծո մեր եկեղեցում ասվում է, խոսվում է, աղոթվում, պատարակ է, ծես է մատուցվում, դա ամենակենդանի լինելու ցուցիչներից է, դասավանդվում է, տասնյակ դպրոցներում եւ բուհերում, այդ թվում արտասահմանում էլ ինչ է պետք կենդանի լեզու լինելու համար։ Ես առաջարկում եմ ուղղակի հանել այդ գործածությունը, գրաբարը մահացած լեզու է իմաստը պարզապես հանել, գուցե կարելի ասել խոսակցական չէ, որովհետև նա դասական շրջանում եղել էր եւ խոսակցական, պետական, գրական, գիտական, բոլոր անխտիր ոլորտներում մտած լինելով արքունիքի լեզուն, այսինքն արքունիքում եւ պարզ գեղեցկական բնակավայրում խոսում էին գրեթե նույն լեզվով, փոքրիկ բնական է տարբերություններով, գուցե խոսակցական, բարբառային, գրական եւ այլն տարբերություններով, դա դասական շրջանում ձեր մատնանշած, հետո արդեն սկսեց լեզուն փոխվել, զարգանալ, ինչպես կուզեք բնութագրել, ճյուղավորումներ առաջանալ, բարբառները խորանալ եւ բազմապատկվել, այնքան որ եղավ առաջացան նոր որակի հայերեններ, գրաբարը շարունակեց մնալ պարզապես ավելի շատ գիտության եւ եկեղեցու լեզու, շարունակելով իր այդ գործառույթը նաեւ այսօր։ Նշեցիք լեզուն զարգացավ, առաջ գնաց, արդյոք այսօր երբ խոսում ենք արևմտահայերեն, արևելահայերեն, արդյոք սրանք այդ զարգացման հետևանքն են, այսինքն գրաբար արևմտահայերենը եւ արևելահայերենը բնականաբար ծագում են նույն գրաբար մեր լեզվից, կամ միգուցե դուք հենց բացատրեք, թե արևմտահայերեն եւ արևելահայերեն բաժանությունները ինչպես են առաջացել։ Ես ուզում եմ միանշանակ համաձայնվել մեր շատ սիրելի պարոն Պողոսյանի հետ, մեր հանգուցյալ ուսուցիչներից, դասախոսներից երջանկայիշատակ Խորեն Պալյանն ասում էր, որ գրաբարն այն լեզուն է, որ Քրիստոսի պես ամեն անգամ հարություն է առնում մեր սրտերում եւ մեր լեզվում։ Լեզուն ընդհանրապես ինքը կենթանի էակ է, որ ամենուր շարունակում է զարգանալ, գոյատևել եւ այլն։
Եվ այս ընթացքում մոտավորապես 18-րդ դարում հասել ենք մի այնպիսի տեղ, որ ժողովրդի խոսակցական լեզուն որոշակիորեն տարբերվում էր գրաբարից։ Արևելահայերեն ավելի շուտ ընդունված է համարել, որ Խաչատուր Աբովյանի Վերք Հայաստանին առաջին, այսպես ասած, գիրքն էր, որ գրվեց այդ ժամանակվա Երևանի բարբառով, ինչն էլ հիմք դարձավ արևելահայերենի, ժամանակակից արևելահայերենի, իսկ արևմտահայերենը ավելի ուշ առանձնացավ գրաբարից 1850-ականներից հետո եւ այն էլ հիմք ընդունեց Կոստանդնուպոլսի այդ ժամանակվա խոսակցական լեզուն։ Բայց այնուամենայնիվ մեր լեզվի, մայրենի լեզվի երկու ճյուղերն էլ մեզ համար շատ հարազատ են եւ յուրաքանչյուր գիտակից հայ կարծեմ, որ խնամքով, գուրգուրանքով եւ պատշաճ վերաբերմունք ունի մեր մայրենի լեզվի նկատմամբ։ Պատահական չէ, որ մենք մեր լեզվին, հայոց լեզվին ասում ենք, որ մայրենի լեզու, ինչպես մեր այս հաղորդումից առաջ մենք խոսում էինք, մայրենի լեզուն շատ զգացմունքային է եւ մարդիկ ամեն պատահական բանին չեն կարող նույնացնել իրենց մայրիկների հետ, որովհետև մայրիկները սրբություն են։ Իսկ մենք մեր լեզվին կոչելով նաև մայրենի լեզու, նշում ենք նրա սրբությունը եւ վեհությունը։ Եթե բացարձակ համաձայն լինելով սիրելի Հովհաննես Սարգսակի հետ շարունակեմ այդ կետից ճյուղավորումների մասով, գրաբար նայեք, պետք է դիտենք ամեն ինչ իրոք զարգացման մեջ կենթանի մի իրողություն է լեզուն, մի տեղում չի մնում բարեբախտաբար, կյանքի առաջընթացը բերում է բնական կերպով ձևում է դա լեզվի մեջ, լեզվի վրա եւ իմաստների եւ քերականության եւ նույնիսկ մարդկանց արտասանությունն է փոխվում, գիտեք, այդպիսի հրաշալի տեսություններ կան, նաեւ այսօր թվում է թե մեր աշխարհում, մեր օրերում, մեր ոչ բանաստեղծական այս ժամանակներում նաեւ կան լեզվական կենտրոններ, տեսություններ են մշակում։ Ես դա հիշեցի այն առումով, որ նույնիսկ կլիմայական փոփոխությունը կարող է ազդել մարդու լեզվական ունակությունների, այդ թվում արտասանության վրա։ Ինչ որ է բնական է հայերից վրա նաև Ղարաբաղյան շրջանում հարափոփող այդ տարբեր պետությունների գոյացման եւ ոչնչացման, ինչ ասեմ, ժողովուրդների արշավանքների խաչմերուկում եղած ժողովուրդը եւ Ղարաբաղը զերծ չէր այդպիսի մեծ հաճախ հարմատական փոփոխություններից, որը հանգեցրեց միջև ձեր նշած երկու ճյուղերը նախ նոր քերականական բառային մյուս փոփոխությունները բերում են նոր որակ։ Դա եղավ միջին հայերենը, որը Կիլիկյան շրջանում պետական լեզու էր, պահպանվել է միջին հայերենով հրովարտակներ, թագավորական հրամաններ, գիտեք, մեր արքաները գրում էին եւ այո, եւ իրենք անձամբ ստորագրում էին դա միջին հայերենն է։ Ապա արդեն ոչ ուղակի, ոչ, գիտեք, միևնույն շարունակականությամբ սիրելի Հովհաննեսի նշած 17-18-րդ դարը, եթե ընդունենք պայմանական սահմանագից, արևելահայ աշխարհը արարատյան ջուղայի տարածքներում եւ արևմտահայ աշխարհը արդեն երկու մասի բաժանված լինելով օսմանյան եւ պարսկական հատվածներում արևմտահայ հատվածի կենտրոնը դարձավ Պոլիսը։ Գիտեք, ես դիտարկել եմ ժամանակին, թե ինչ շերտերից է ձևավորվել Պոլսահայ համայնքը, կա շատ լավ գրականություն կա այդ մասին։ Անթոփ միջև Արցախից, Արևելյան Հայաստանից, Տավուշից, արևմտյան բոլոր նահանգներից հոսք կար դեպի ուրեմն Պոլիս, եւ լեզուն այդքանով խաչվում էր, ամեն օր գործածվում էր համատեղ եւ դրա հիմքի վրա հիմքում ունենալով Կիլիկյան բարբառը, ասում ենք նաև պոլսահայ բարբառը, բայց պոլսահայ բարբառը հետո ձևավորվեց։ Կիլիկյան խոսվածքը, այսպես ասած, հիմքում ունենալով ձևավորվեց արևմտահայ գրական լեզուն։ Այսինքն 17-ի վերջ, 18-ի սկիզբը պետք է համարենք մեր գրական հայրենի երկու ճյուղերի առաջացումը, իսկ Աբովյանի ժամանակներում արդեն դրանց գիտական տերմին պետք է ասեմ նորմավորումը, այսինքն կանոնավորումը, միևնույն համակարգի բերելը, քերականական ձևերի օրինաչափությունների ընդունումը, դա արդեն 19-րդ դարում ունենք մենք այսօրվա պատկերացնում գրական արևմտահայերեն եւ արևելահայերեն։ Գիտեք, ցավոք սրտի ինքս հայաստանյան ուսումնական համակարգի մեջ այսպես համակարգով անցնելով եւ դպրոցում հայերեն լեզու, հայ գրականություն անցնելով գրեթե չենք առնչվել արևմտահայեր
արևմտահայերենի քերականությանը, արևմտահայերեն գրականությանը շատ այնպես պատառիկներով եւ ոչ այն նույն ձևով ոնց որ մենք ենթադրենք սովորել ենք Թումանյան կամ մյուս մեր հեղինակներին ու ցավոք սրտի մի հսկայական զանգված մի սերունդ կամ սերունդներ, որոնք որ դուրս են եկել հայաստանյան դպրոցներից, գրեթե պատկերացում չունեն արևմտահայ այս գրականության ժառանգության մասին եւ հեղինակների եւ ընդհանրապես լեզվի մասին։ Սիրելի Վահե, ճիշտն ասած, պիտի չհամաձայնեմ ձեզ հետ, որովհետեւ խորհրդային շրջանում, երբ որ մենք միաժամանակ ենք գրեթե սովորել, հատկապես բարձր դասարաններում, արևմտահայ գրականությունը անշուշտ ոչ մեծ չափով, բայց ներկայացված եղել, այսինքն դասական հեղինակներից, չգիտեմ, Դուրյան, Մեծարենց եւ այլն, Դանիել Վարուժան, սրանք բոլորն էլ որոշակիորեն անցել ենք։ Սակայն խնդիրը այլ է եղել, ինչքանով է յուրաքանչյուր մարդ սովորելի ընթացքում դա յուրացրել եւ պահպանել իր մեջ, որովհետեւ դժբախտաբար կամ բարեբախտաբար չեմ կարող հստակ ասել, հայաստանյան կրթական համակարգում ավելի որոշակիորեն խոր ազդեցություն են թողել հայաստանյան գրողները, հատկապես ասենք 19-րդ հեքիաթներ, չգիտեմ Հովհաննես Թումանյան եւ այլն, քան թե Պետրոս Դուրյանը իր ցավով, իր տառապանքով եւ տրտմությամբ։ Ուզում եմ ասել, որ այսօր էլ որոշակիորեն դասավանդվում է արևմտահայ գրականության պատառիկներ նորից մեր հայաստանյան դասագրքերում, դպրոցներում եւ արևմտահայերենը, որքանով ինձ հայտնի է, որոշակի նոր շունչ է բերել Հայաստանին վերջին զարգացումներից հետո, երբ որ Սիրիահայ հոց համայնքից մեծ թվով հայեր տեղափոխվեցին եւ հաստատվեցին Հայաստանում։ Գիտեք, կարծես մեր ազգի համար արհավիրքները երբեմն դառնում են այսպես օգտակար ինչ-որ իրադարձություն այն առումով, որ նշեցիք սիրիահայության մեծ հոսքը, որ տեղի ունեցավ Սիրիայի պատերազմի պատճառով եւ կարծես այս վերադարձը մայր հայրենիք եւ այստեղ գիտեք գործեր, այսպես բիզնեսներ հիմնելը եւ ընկղմվելը Հայաստանի հասարակության մեջ այս բալանսը հավասարվեց ինչ-որ չափով։ Բայց հետաքրքիր է, որ խոսում ենք արևմտահայերենի եւ արևելահայերենի մասին եւ անդադ շեշտում ենք լեզվի երկու ճյուղերը, այլ ոչ թե բարբառները։ Որն է տարբերությունը լեզվի ճյուղ լինելու եւ բարբառ կոչվելու։ Շատ տեղին եւ իրավունք գոյության իրավունք ունեցող հարց է, ինչ է ճյուղը, ինչու ճյուղ ենք համարում եւ ոչ թե բարբառ։ Երբ ասում ենք այն առաջացել է այս բարբառի հենքով, այն առաջացել է մյուս, բայց մինչ այդ նաեւ պետք է գիտես պարտքս համարեմ նշել, որ խորհրդային, եթե դպրոցում դասավանդվող մասնավորապես հայ գրականության մասին ենք խոսում, ես անձամբ չեմ նկատել այդպիսի տարբերակված մոտեցում արևմտահայ թե արևելահայ գրողների նրանց երկերի մատուցման։ Հավասարապես նրանք մեր հեղինակներն էին, նույնիսկ դասագրքերում ուսուցիչները բան աշակերտի մոտ էլ ընկալում այդպես ինչեր, կար իհարկե տարանջատում գրականության պատմության մեջ, արևմտահայ գրականություն, սփյուռքահայ գրականություն, բայց արևելահայ գրականություն տերմինը ես չեմ հիշում, բայց ուղղակի այսպես մի բան երևի ես այստեղ նյուանս պետք է մեջբերեմ, որովհետև ինքս միջնակարգ դպրոցը գրեթե կեսը մինչև 5-րդ դասարան եղել եմ ռուսական դպրոցում Հայաստանի Երևան, հաճախել եմ ռուսական դպրոց, որտեղ որ հայերենը մենք սկսեցինք հայերեն գրել կարդալ, սկսեցինք սովորել դեռ միայն 2-րդ դասարանում, ոչ թե առաջինից չենք սովորել։ Եվ հետո գրականությունը եւ այլն ավելի շեշտը դրվում էր հիմա թե միայն այդ դպրոցում էր, որովհետեւ իմ փորձառությունը այն էր, որ փոխադրվելով 6-րդ դասարանից արդեն հայկական դպրոց անգլերեն թեկումով գրեթե նույն մոտեցումն էր, այսինքն
եւ տարբերություն չէին դնում, անշուշտ, չէին ասում արևելահայ կամ արևմտահայ, այդ չի ասածս, այլ կարծես թե միգուցե մեր աշակերտների մոտ էր այդ ընկալումը կամ տպավորությունը, որովհետեւ արևմտահայ հեղինակների լեզուն միգուցե մեր համար այդքան հասանելի կամ չէ, աշակերտները ավելի հայաստանացին, այսպես աշակերտները ավելի մի փոքր դժվարությամբ ընկալեին արևմտահայ գրողների լեզուն, բայց ես վստահեցնում եմ, դա կան է հակառակի դեպքում արևմտահայ, այսպես սերող երեխեքը մի փոքր դժվար են ընկալում արևելահայ լեզուն, բայց դա ասեմ ձեզ 2-3 օրվա փորձառությունից հետո սա շատ հայտնի բան է, դա դառնում է մանավանդ երեխեքը, որ շատ արագ են, չէ, լեզվական արգելք հաղթարում, դառնում էր հեշտ հասկանալի, ասենք Պարոնյանի երկերը կարդալիս, 2-3 էջ կարդալիս արդեն սկսում է սահուն անցնել առաջ, մեկը սա, եւ երբ խոսում ենք դեմոգրաֆիական հոսքերի մասին, Սիրիայից դեպի Հայաստան կամ այլուր Եվրոպա, Լիբանանից մեծ հոսք կա, պարսկահայ հատվածները հատկապես գավառներում պարպվում են հայկական գյուղերը, այսինքն գուցե դրական է, որ բուն Հայաստանում լեզվական փոխադարձ շփումները սերտանում են, բայց նաև մեր բնորանի եւ նաև լավագույն ծաղկուն գաղթավայրերը մերձավոր արևելքի պարպվում են, սա ուղղակի վտանգ է մեր լեզվի գլխին կախված եւ հատկապես արևմտահայերենի համար, որը մենք գիտենք, դա փաստ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի այդ սանդղակում գտնվում է վտանգված լեզուների ամենածանր 5-րդ բանում, այո, աստիճանում վտանգված գրեթե այլ բառ չօգտագործեմ, վտանգված լեզուների շարքում է, որը դրսևորումներն այն ինչ որ դուք ասում էիք, իսկ ձեր նախորդ հարցին գալով, ինչու ճյուղ, որովհետև բարբառը, մեր գողտրիկ բարբառները, գիտես, դրա մասին խոսելիս անգամ մարդու ներաշխարհը այսպես լայնանում է, սիրելի թեմաներ են, հիշում ես անմիջապես մեր նահանգները, գյուղերը, մեր գավառները, որոշ եւ մեծ մասը պատմական մեր այս պահին կորսված, որովհետեւ այդ ողբերգությունները, ցեղասպանությունը նաեւ առաջիկնելով ասեմ, ունեցան քիչ են խոսում այս մասին։ Մի ծանր հետևանք, որ մեր բարբառի լեզվական ժառանգությունը ոչնչացվեց։ Տասնյակ բնիկ, այնտեղ ծնված, այնտեղ աճած մեր լեզվի միավորները ոչնչացվեցին։ Ես ձևակերպեմ գուցե բարբառը մեր լեզուն է, որը խոսվում է կոնկրետ տարածքում, այնպես ինչպես գրաբարը մեր լեզուն է, որը խոսում էին հնում։ Մի ես երևելի այսպես բացահայտումներ չեն կամ տարբերություններ չեն։ Նույն հայերենն է, պարզապես բարբառը, որը խոսում է կոնկրետ տարածքում, իսկ ճյուղավորումը, ճյուղը գրական արևմտահայերենն է, որ խոսվում է ամենուր։ Բարբառի եւ գրական լեզվի տարբերությունը սա է, օրինակ գրական արևմտահայերենը խոսվում, գործածվում է ամեն ուր, որտեղ որ արևմտահայերենի կրողներն են։ Դպրոցներում, գիտական հանդեսներում, բնակավայրերում, Լիբանանում, Ամերիկայում, ամենուր։ Իսկ բարբառը խոսվում է կոնկրետ տվյալ տարածքում, տարածքից դուրս դա դառնում է մեկ ուրիշ տարբերակ։ Այնպես ինչպես Արցախում, ես պետք է ասեմ, այստեղ թույլ տվեք նաև այս մասը մատնանշել, բարբառները նաև բնիկ են, նրանք ծնվել առաջացել են տվյալ բնակավայրում, այո, աշխարհագրական վայրում։ Արցախի բարբառ կար իր մի քանի ենթատեսակներով, Հադրութինը մի փոքր տարբեր, քիչ հյուսիսում նաև Շամախի եւ այլն, բայց բուն Ղարաբաղի բարբառը գրականություն կա իմիջիալոց ուսումնասիրված, դրանք բնիկ այնտեղ ծնված, բնորժանում առաջացած, բնորժանում ծնված եւ սերված հայերի խոսվածքն են։ Վերջերս մի շատ հետաքրքիր աշխատություն, հոդված հրապարակվեց, որտեղ խոսվում է Ղարաբաղի բարբառում եղած բնիկ հնդեվրոպական բառերի եւ նաեւ տեղանունների մասին։ Այսինքն ես մի շատ ինձ համար սիրելի բանաձև ասեմ, տեղանունը հողի լեզուն է, այսպեսի մի շատ լավ խոսք կա, այսինքն հողին կպած անուններ են դրանք։ Ղարաբաղում այդ մատնանշած հոդվածում ցույց է տրվում, որ առաջացած տեղանուններ առաջինն են, բնիկ են, բխում են այնտեղի բնաշխարից եւ այդպես է շարունակվում է մյուս նաեւ բարբառների դեպքում։ Տակշկիրա վերադառնալով լեզվի ճյուղերին, գիտենք, որ այստեղ Միացյալ Նահանգներում ամենօրյա դպրոցներում ժամանակին դասավանդվում էր արևմտահայերեն։
Եվ տարիների ընթացքում, գիտեք, այստեղ իմիգրացիոն այսպես հոսքեր տեղի ունեցան, մասնավորապես Հայաստանից, եւ Հայաստանից եկած երեխաները գնալով ամենօրյա հայկական դպրոցներ Միացյալ Նահանգներում սովորում էին արևմտահայերեն եւ ինչ որ այսպես ասեմ անհամատեղ կամ անհամատեղ չասեմ, բայց դժվար էր յուրացվում Արդյոք հիմա այդպես է, թե չգիտեմ, որովհետև սիրելի Հովհաննես, դուք երկար տարիներ դասավանդել եք հայերենի ուսուցիչ եք եղել եւ դասավանդել եք մեր դպրոցներից մեկում։ Սիրելի Վահե, ձեր մինչև այս հարցին պատասխանելու ուզում եմ նախորդ հարցերին էլ կարծես թե լրացում անել, ուրեմն բարբառները այսօր գալիս են լրացնելու մեր մայրենի լեզուն եւ բարբառով խոսելը երբեք անպատեհություն չէ, այլ ինչ որ միտեղ նաեւ շատ հաճելի է։ Շատ։ Արևմտահայերենի եւ բարբառների հետ կապված օրինակ ժամանակին, երբ որ Հովհաննես Թումանյանը իր գրություններում օգտագործում էր լորվա գեղեցիկ բարբառը, նրան անվանում են ինչ որ միտեղ գեղչկական գրող կամ գյուղական գրող, պարզապես, բայց ինքը օգտագործում էր ժողովրդի բառ ու բանը, որպեսզի ավելի հասկանալի եւ ավելի հաճելի լինի։ Օրինակ ինձ համար այստեղ դասավանդության շրջանում զարմանալի էր, որ տեղում պատրաստված դասագրքերում անգամ փորձ էր արվել Հովհաննես Թումանյանի լորվա բարբառը վերածել արևմտահայերենի։ Ուզում եմ ասել, որ նմանատիպ խնդիրներ միշտ եղել է, փառք եւ պատիվ այն ուսուցիչներին, այն մտավորականներին, ովքեր սփյուռքում ստեղծել են հայկական դպրոցներ եւ կարողացել են պահել ու պահպանել մեր մայրենի լեզուն։ Սակայն անկեղծորեն ուզում եմ ասել, որ Հայաստանից ժամանած մարդիկ կամ բնակիչներ, ովքեր հիմա հատկապես ապրում են Լոս Անջելեսում, շատ հարգանքով են վերաբերվում եւ արևելահայերենին եւ արևմտահայերենին։ Արևելահայերին նրա համար, որ իրենք ծագումով արևելահայ են, իսկ արևմտահայերենին, որովհետև երբ որ նայում ենք իրենց արմատներին մեծամասնության, ապա նրանց ծնողների մի մասը Լիբանանից է, մյուս մասը Եգիպտոսից, Հունաստանից, այսինքն արևմտահայերենն էլ չի խորտ նրանց համար։ Սակայն ժամանակի ընթացքում անշուշտ անհրաժեշտ է նաև հաշվի առնել ներկա վիճակը, կատարել փոփոխություններ։ Ես օրինակ տարիներ առաջ հիշում եմ, երբ որ ասում էի, որ ժամանակն է արևելահայերենը նույնպես դասավանդել տեղի ամենօրյա վարժարաններում, ինձ բացատրում էին, որ արևելահայերենը վարագույրված է եւ պատեհ չէ արևելահայերեն դասավանդել, կարևոր է, որ արևմտահայերենը պահպանենք եւ չմոռանանք, որ այս դպրոցները բացվել են հենց արևմտահայերենը պահպանելու համար։ Ես համաձայն եմ երկու ձեռքով, որ պետք է անշուշտ պահպանել արևմտահայերենը, ամեն ջանք ու ճիգ ներդնել, որպեսզի արևմտահայերենը երբեք չմեռնի, բայց այստեղ այլ խնդիր կա։ Մեր այսօրվա դպրոցները ոչ թե գիտական հաստատություններ են, որ ուղղված են ինչ-որ պահպանության, այլ մեր նպատակը մեր երեխաներին մայրենի լեզուն սովորեցնելն է։ Կապ չունի ով արևմտահայերեն խոսի, ով արևելահայերեն խոսի, կարևորը լեզուն կրելն է, կարևորը լեզվի մտածողությանը հաղորդակից լինելն է։ Եվ փառք ու պատիվ մեր նաև ժամանակակից գործընկերների, նրանք ովքեր այսօր նաև ղեկավարում են որոշ կրթական հաստատություններ, կարծեք թե այդ մտայնությունը կամաց փոխվում է եւ այսօր Լոս Անջելեսի ամենօրյա դպրոցներում կամաց նաև արևելահայերենն է մուտք գործում, կան դպրոցներ, որտեղ հավասար արևմտահայ ծագման բալիկները մեկնում են արևմտահայերեն դասարան, արևելահայ ծագման աշակերտները գնում են արևելահայերեն, որովհետեւ նայեք լեզուն լինելով նույնը երկուստեք մի այդ շփոթը կար, օրինակ հայաստանցիների համար ասենք օրինակ բերեմ, ասում ենք գթալ, արևմտահայերեն ասում է թքալ։ Հիմա այդ աշակերտը չգիտի ասի գթալ թե թքալ, որպեսզի ծիծաղելի վիճակի մեջ չհայտնվի, անգլերեն ասում էր spoon եւ վերջացնում էր։ Չէ, իհարկե, պիտի դարձնել մատչելի նյութը, դասավանդման նյութը պետք է դարձնել մատչելի եւ ընկալելի երեխաների համար, մասնավորապես եթե նրանց մշակութային կենցաղը կամ անցյալը անգլերեն ասած background, եթե թույլ է տալի նրանց ընկալել արևելահայերենը, պիտի դասավանդվի արևելահայերենով, եթե արևմտահայերենով, որովհետև այստեղ ժամանակին շուտ տարիներ առաջ, երբ որ նոր տեղափոխվեցինք այստեղ,
տենց անդադ ինչ որ խոսակցություններ կային կամ ես էի միգուցե հանդիպում այդ խոսակցություններին, որ արևմտահայերենն է ավելի կարևոր, չէ, արևելահայերենն է ավելի կարևոր, ավելի ճիշտ կամ սխալ, ինչ որ այսպես գիտեք ինչ են ասում, գիտեք ինչ, վիճաբանությունների մեջ էին եթե ճշտի եւ սխալի հարց լիներ, Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը չէր սահմանի, որ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, առանց ոչ արևելային, ոչ արևմտահայերեն։ Իսկ պարզության կամ մատչելիության հետ կապված այսօր մեր ամենօրյա հայկական վարժարանները այո ունեն այդ խնդիրը, որովհետև մենք նաև դասագրքերի լուրջ խնդիր ունենք։ Այսօր եթե արևելահայերեն դասարաններում փորձում են ворթեգրել Հայաստանի Հանրապետության դասագրքերը եւ այն որոշակի փոփոխելով պատշաճեցնել դասավանդվող առարկային, ապա արևմտահայերենի պարագայում վիճակը ավելի ծանր է, որովհետև տակավին օգտագործում են նախորդ դարի 50, 60, 70-ական թվականներին հրատարակված լիբանանյան դասագրքերը։ Դա մյուս հարցն էր։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում գործող գիտեք գիտական հաստատություններ, որոնք որ զբաղվում են լեզվի գործածությամբ, լեզվի կանոններով, գիտեք ակադեմիա, համալսարան եւ այլն, արդյոք արևմտահայերեն լեզվով ճյուղով զբաղվող որից է պաշտոնական Հայաստանը մի կողմ դրած Սփյուռքի մեջ որից է պաշտոնական այդպես հաստատություն կա շատ ցավալի տեսեք ինչ բառ եմ ասում հարց առաջ քաշեցիք որովհետև դա պետական կազմավորում ունեցող հարցավան է ինստիտուտ է որը որ պետք է զբաղվի ձեր ասած խնդիրներով Սփյուռքը չունի այդպիսի հաստատություն եւ շատ դժվար է իմի բերել, մենք գիտենք Սփյուռքի զանազանությունները, շերտավորումները, նույնիսկ եթե փորձեր եղել են, ես հիմա 1-2-ը կասեմ, բայց չկա մեկ ամբողջական մարմին, որը կարող է զբաղվել այսօր արևմտահայերենի կանոնակարգմամբ, բառապաշարի, ուրեմն հստակեցմամբ գոյություն ունի մեկ հանձնախումբ ստեղծվեց Անտիլիասում Այստեղ փորձ եղավ տարիներ առաջ մեկ խումբ ստեղծվելու, խումբ, այսպես ասած, նաև Եվրոպայի տարբեր հայագիտական կենտրոններին կից փորձեր արվում են, բայց այս պահին չկա մեկ հեղինակավոր կամ նույնիսկ հեղինակավորին մոտ փոքրիկ մի միավոր, որը կզբաղվի արևմտահայերենի կանոնակարգման, որի կարիքը շատ ու շատ կա։ Ամեն օր ենք առնչվում գրավոր խոսքում հատկապես, ինչպես գրելուն, ինչպես կետադրելուն, իրենց քերականական որ ձևերը նախընտրելի համարելուն եւ փորձում ենք դիմել այդ ոլորտի հեղինակավոր մի քանի բառացիորեն մասնագետներին։ Դա հաջողվում է անշուշտ, բայց դա անսպառ ուրեմն ռեսուրս չէ, էլի։ Այդպես միսօրը ես չգիտեմ արևմտահայերենով զբաղվող մասնագետ լեզվաբաններ քանիսը կլինեն, թե չեն լինի, բայց Հայաստանում Պարքասը եւ լեզվի ինստիտուտում համապատասխան բաժինը կա համալսարաններում ամբիոններին կից զբաղվում են այդ թեմայով, որը էլի բավարար չէ։ Զբաղվում են արևմտահայերենի հատկապես նկատի ունեմ։ Իսկ մյուսը ընդհանրապես ուրեմն Եվրոպայում եւ Ամերիկայում օրի աճող հայկական գաղթավայրերում լեզվի խաչավորման, լեզվի նոր դրսևորման ուսումնասիրություններ կարելի ասել 1-2-ը կան թե չկան, բայց մենք տեսնում ենք ամեն օր ինչպես են արևմտահայ, արևելահայ, պարսկահայ, նաև բարբառակիր ինչու՞ չէ խոսվածները խաչավորվում այսօր։ Մենք տեսնում ենք դրա դրսևորումները։ Իմ ընկերներից շատերը կան օրինակ Բեյրութից եւ ինձ օրինակ էլի ասում են գալիս ես, ինչպես ես ախպեր, այսպես արևելահայ լինելով շփիտ է առաջացնում իրենց մոտ եւ իմ պատասխանը կամ արևելահայ լինում է ասենք օրինակ կուքամ ինչ կնես քո եւ այլն ես դա բերեցի մի կենցաղային օրինակ բայց իրոք խաչվում են այսօր դա շատ լուրջ ուսումնասիրելու կարիք կա այստեղ մասնարարապես Լոս Անջելեսում գիտեք արդեն որոշակի սերունդ է եկել որոնք որ իրաքահայեր, փորձահայեր, հայաստանցիներ, իրանահայեր եւ այլն այն երիտասարդ սերունդը, որոնք որ նույն դպրոցն են գնացել, նույն կենցաղն են կիսել եւ այլն եւ ընտանիքներ են ստեղծվում հայաստանցի եւ իրանահայի եւ լիբանանահայի եւ այլն եւ գիտեք իրենց լեզուն է այստեղ ինչպես նշեցիք ոչ միայն ընկերական միջավայրում այլ արդեն ընտանեկան օջախներում եւ այդ իմաստով գումարած անգլերենի հզոր ազդեցությունը այդ թվում արտասանության վրա
բառապաշարի հզոր ներգործությունը, այդ թվում հայերի մեջ մտածողության նաև լեզվամտածողության, հատկապես մանուկների մոտ ուշադրություն դարձրեք, օրինակ որևէ արևելահայ, գուցե նաև արևմտահայ երեխա չի ասի, կարող եմ ունենալ այս գրիչը, նկատի ունենալով կտաս ինձ այդ գրիչը եւ այլն։ Այսպիսի նմուշներ իմիջիալից հարյուրներով ես առանձնացրել եմ մի օր գուցե առիթ լինի դա նաև հրապարակելու, այսինքն ամերիկահայ միջավայրում հայրենի փոփոխության ուղղությունների մասին, բայց ուրիշ խնդիր, որ ընտանիքները հետևողական չեն իրենց երեխաներին, հատկապես հայախոսություն քիչ հետևողական են կամ բավարար հետևողական չեն իրենց այստեղ ծնված երեխաներին հայախոսության միջավայրում պահելու համար։ Ես ուզում եմ ասել, որ Խաչաձևում արևմտահայերենի եւ արևելահայերենի նաև բացառիկ դասական, այսպես գեղեցիկ օրինակներ է մեզ տալիս, օրինակ վստահ եմ մեր շատ սիրելի պարոն Պողոսյան ինձ հետ կհամաձայնի, երբ որ հիշենք, ասենք Տիգրան Լևոնյանի հայերենը, գեղեցիկ արևմտահայերենի եւ արևելահայերենի միախառնում եւ բացառիկ այսպես երկեցիկ ձևով էր դա մատուցվում։ Ես օրինակ հիշում եմ պատանեկության շրջանում սենց հիացմունքով լսում եի եւ փորձում էի անգամ նմանվել բառերը եւ այլն եւ այլն։ Իսկ ինչ վերաբերում է, ասենք հայաստանյան մտածողության բան, ես իմ փորձառությունից կարող եմ վստահ ասել, որ անգամ այն ընտանիքներում, որտեղ մի տեսակ, չասեմ բացասական, բայց այսպես վերամբարձ ինչ որ կամ տարօրինակ վերաբերմունք կար արևելահայերին նկատմամբ, երբ որ այդ երեխաներին առաջին անգամ որպես ուխտավոր տանում էինք հայրենիք, ամբողջովին փոխվում էին։ Հայաստանը մեր հայրենիքը իր մայր հողը իր յուրօրինակ ազդեցությունն է թողում մեր զավակների վրա եւ դրանից հետո անգամ արևմտահայ փոքրիկները փորձում են հայաստանյան ձևով խոսել, անգամ էս եղբայր, աղբեր եւ այլն էս բառերը անպայման ասել։ Իսկ անգլերենի մտածողության օրինակ հումորով ասեմ նորից, աղջիկս վերջերս մրցում էր եւ սկսեց անգլերենի ազդեցությամբ ասել հայրիկ ես ցրտում եմ cold բառը ցրտել թարգմանեց ասի բալես ցրտել չի մրսել է շտկեց անմիջապես բայց անգլերենի ազդեցությունը անշուշտ շատ զորավոր է լեզվամտածողություն այստեղ Կիրակնորյա դպրոցում դասավանդելով մի անգամ երեխաներին հարցրեցի երբ որ ասում ենք գիտեք տանց ինչ եք պատկերացնում ինչ միջավայրում սկսեցին բացատրել որ խանութում եւ այլն ասի լավ իսկ եթե ասում ենք եկեղեցի եւ նպատակս այն էր որ երբ հայը ասում է եկեղեցի մենք մեր մտքի մեջ ունենք գմբեթավոր կառույց որը իր խաչով գիտեք հայկական քանդակներով եւ այլն սկսեցին տարբեր այսպես շինություններ նկարագրել եւ անդադ գիտեք կարծես ուղղություն եմ ուզում տամ բերել նրան որ երբ որ մենք ասում ենք եկեղեցի պիտի հասկանանք այս կառույցը եւ բայց իմ համար բացահայտում էր որովհետեւ այսօր կենցաղում իրենք շրջում են փողոցներով եւ տեսնում են կաթոլիկ եկեղեցի, բողոքական եկեղեցի, իրենց համար այսպես ինչ որ խառը մի բան է եւ դա թելադրում է իրենց կենցաղը, թելադրում է իրենց լեզվամտածողությունը։ Մեկ այլ օրինակ նաեւ ժամանակին լսում էի անլրելի զանգակատունը այսպես աուդիո ձայնագրությունը եւ այնտեղ դրվագ կա ես բառացիորեն իհարկե չեմ կարող հիշել դրվագ կա որտեղ ընթերցողը ասում է որ քայլում եմ գյուղի փողոցով եւ լսում եմ գոմի դրան ճռոցը եւ այս դրվագը երբ որ ընթերցեց կարդացողը իմ մոտ այսպես հուշեր եւ հոտի զգացողություն է նույնիսկ եկավ գոմի այդ տարածքի գիտեք որովհետեւ գյուղում ապրել եմ Հայաստանում եղել եմ եւ այլն բայց անդրադարձավ որ իմ երեխան ոչ մի կերպ սա իրեն հարազատ չի կարող լինել Սիրելի Վահե ոչ միայն հարազատ չի կարող լինել այլև այստեղ ծնված մեծացած զավակին դժվար են կարողանում բացատրել ինչ է գյուղը, ինչ է քաղաքը, որովհետև անգամ անվանական առումով ես կներեք առիթ ունեցա երկար փորձում էի բացատրել Երևանի այս թաղամասը անհասկանալի է հատկապես ինչ է դա։ Եթե թույլ տաք շատ արագ ես մի իրողության ձեր ասածի հետ կապված վրա կանգ առնեմ, նայեք լեզվի գործառույթը մի քանիսն են, փիլիսոփայական հարթության վրա այսպես տեսական նախ եւ առաջ հաղորդակցությունն է
Եվ երկրորդը ոչ պակաս կարևոր, այսինքն հավասարապես կարևոր մտածողությունն է։ Լեզուն մարդու իբրև ֆունկցիա մտածողությունն է ձևավորում։ Մարդը չի մտածում ինքնին, այսպես, այլ մտածում է լեզվով, բառերով, կառույցներով, իմաստներով, նախադասություններով։ Հիմա ձեր նշած եւ մանուկների եւ առասարակ մեծերի դեպքում կարևոր է այդքանով հայրենը ներարկել, ներմուծել, ունենալ, սովորեցնել այս ամբողջ լեզվամտածողությունը ձեր նշած ինքնությունը նրանց մատուցելու համար, հասկանում եք, լեզուն գալիս հասնում է իր ինքնության, եւ եթե սփյուռքում չզբաղվենք, սկսած ամենափոքր պատանիներով լեզվի ուսուցման, ներարկման թեմաներով, մեր մի հսկա հատված, կներեք 100,000-ավոր հատված, մի թիվ հնչեցնեմ, սա հայտնի թիվ է։ Միայն Լոս Անջելեսի շրջակայքում ունենք 110,000-ի հասնող դպրոցահասակ երեխաներ, որոնց 4-5%-ն է հաճախում ամենօրյա հայկական դպրոց։ Դա նշանակում է մնացած 95%-ը զերծ են մնում հայրենը իբրև մայրենի ունենալու եւ բնականաբար այդքան չափով հայ ինքնության հնարավորությունից։ Եվ սա այդ վտանգի առաջ են կանգնում մշակութապես ուղղակի ձուլվելու եւ այսպես ժամանակի ընթացքում անհետանալու։ Ես ուզում եմ ասել, որ սիրելի Նորայր, ձեր ասած այդ թվի մեջ այդտեղ այն մարդիկ, ովքեր հայկական դպրոց չեն հաճախում, կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ, նաեւ ֆինանսական խնդիրներ եւ փառք Աստծո, որ օրինակ մեր թեմում, մեր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան arczepiskopos Տերտերյանի օրհնությամբ գործում են շաբաթօրյա վարժարաններ, որոնք գալիս են ինչ որ մի ձևով այդ բացը լրացնելու։ Օրինակ փոքրիկ հրեշտակներ շաբաթօրյա դպրոցը, որ ժամանակին աշխարհի ամենամեծ շաբաթօրյա վարժարաններից էր, կարողանում է փառքով ու պատվով իրականացնել իր առաքելությունը եւ ամենևին էլ պատահական չէր, որ 2015 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության Սփյուռքի նախարարության կողմից ճանաչվեց որպես լավագույնը հայրենի պահպանության դպրոցներում։ Շաբաթօրյա դպրոցները շատ համառոտ, եթե թույլ տաք սիրելի Վահե, ես պարզապես մեր ունկնդիրներով դիմելով եմ սա ասում։ Հիանալի հնարավորություն են սաներին հայրենի նախնական ուսուցումը գոնե մատուցելու համար, այլապես ուր եւ ինչ ասեմ, համարեք նաև կոչ, այսպես էլի, մեր սիրելի հայրենակիցներին գտեք այդ հնարավորությունը, մեր եկեղեցիներին կից, գուցե նաև այլ հնարավորություններ ձեր մանկահասակ եւ դպրոցահասակ երեխաներին, տվեք այդ հնարավորությունը հայրենի հետ առաջին քայլերն անելու, ուրեմն անհարմարել է ասել, տարաճանաչ կոնե դառնալու համար։ Սա շատ կարևոր է եւ մեծ խնդրանք բոլորիս կողմից։ Գիտեք, ուզեմ նաև անդրադառնամ, քանի որ շատ ժամանակ չունենք, ուզեմ նաև անդրադառնամ մեկ այլ խնդրի, որ գոյություն ունի թե հայրենիքում, թե այստեղ Սփյուռքում, դա գրագետ հայրենի խոսելն է, որտեղ երբ հենց թեկուզ ես ինքս պատանի կամ փոքր ժամանակ, երբ որ մեկը մեր կողքը այսպես գրագետ էերով եւ ճիշտ հայերեն բառերը գործածելով խոսում էր, կարծես դառնում էր ծաղրանքի առարկա։ Գիտեք, հիմա միգուցե այս սովետական այս աղտոտված մշակույթի ազդեցություններ կամ չգիտեմ, եւ ինչ որ չափով նկատել եմ նաեւ այստեղ, երբ որ այսպես փորձում ես գրական խոսել, սկսում են, գիտեք, ծամածառություններով, ժպիտներով, ինչ որ, որովհետև ընդհանուր առմամբ այդ կեղծ ընկալումը կար, որ եթե սովորող էիր, գերազանցիկ էիր եւ այլն, նորից կարող միայն իմ փորձառությունն է եղել այսպես սուբյեկտիվ, բայց այդ ընդհանրապես սովորողների նկատմամբ այս վերաբերմունքը կար, վերևից բարձրից նայելու եւ ծաղրելու եւ այլն։ Սիրելի Վահե, օրինակ ես անկեղծ ասեմ, միշտ մտածել եմ, ինչու Լիբանանում կարողացել են պահել մայրենի լեզուն, նույն լիբանանահայի, ասենք, ժառանգները Ամերիկայում չեն կարողանում պահել, եւ երբ որ հարցրեցի, մի անգամ ինձ շատ հետաքրքրական պատասխան տվեցին, ասեցին, որ Լիբանանում մենք արաբներին ինչ որ միտեղ ստորադաս ենք նկատում եւ մեզ համար պատիվ էր արևմտահայերն խոսել պահպանել, իսկ այստեղ մի տեսակ անգլերենը ավելի կրթվածության, թվացial կրթվածության չափանիշ է հասկացվում։ Ես հիշում եմ, երբ որ առաջին տարիներն էր կամ առաջին շրջաններ, ամիսներն էր, որ սկսել էի դասավանդել
այստեղի ամենօրյա վարժարաններում եւ արևմտահայերեն էինք դասավանդում, որպես հայերենի ինձ հարգող ուսուցիչ փորձում էի, որ բոլոր բառերը ասել անշուշտ հայերենով։ Հետո զգացի, որ աշակերտների մոտ դժգոհություն կա, որովհետև իրենք սովոր չէին, այսինքն պատրաստ էին կես անգլերեն, կեսը հայերեն եւ հետո գանգատվել էին, որ մեր ուսուցիչը համայնավար լեզու կքործածե, այսինքն ոչ հասկանալի, կոմունիստական եւ անգլերեն բառեր չկա։ Հարկադրված, որպեսզի ավելի մատչելի լինեմ, իմ իմացած, չիմացած անգլերենից որոշ բաներ խառնում էի, այն ժամանակ իրենք հասկացան, որ ես արդեն ճակերտյալ շտկվել եմ։ Ամենավար չեք, աստորը։ Լավ, ինչպես կարելի է սա ուղղել։ Գիտեք, ժամանակին նորից, երբ եկա Միացյալ Նահանգներ եւ մասնավորապես երբ սկսեցի այստեղ աշխատել առաջնորդանում, մեր աշխատակիցները մի քանիսը իրանահայ, գիտեք, լիբանանահայ եւ այլն, եւ երբ իմ կենցաղային առօրյա հայերենով շփվում էի նրանց հետ, բաներ կային, որ չէին հասկանում, խալաձելնիկ կամ չգիտեմ նման այս բառերը եւ ինչ է խալաձելնիկը կամ ինչ է ինքնա բան սամալյոտը եւ այլն եւ ինքս ինձ անդադ սկսեցի նախ բռնել այդ օտար բառերը գործածելու մեջ եւ փորձեցի մաքրել, զտել իմ լեզուն, որպեսզի մաքուր հայերենով կարողանամ շփվել։ Ինչ որ չափով կարծում եմ ստացվում է մոտս, բայց ինչպես կարելի է այս գիտակցությունը, լեզվի գիտակցությունը արտնացնել մեզ հայերից մեջ, նորից թե հայրենիքում, թե այստեղ։ Այսինքն լեզվի գիտակցություն ասել ինչ մաքուր խոսելու այս։ Դրանք բնական տարբերություններ են, նախ արևմտահայերենը չունի գրական եւ խոսակցական մեծ շեղում, իսկ գրական արևելահայերենը ունի, որովհետեւ արևելահայերենը այնուամենայնիվ 19-րդ դարում մշակվեց ուսումնական հաստատություններում եւ մի փոքր հեռացավ բուն խոսակցական հիմքից, հատկապես ինչ որ դուք ասում եք էի պարագայում, էախոսություն թե այախոսություն գնում ա թե գնում է, միանգամից տարբերում է, չէ՞։ Ինչ վերաբերում է բառերին, դրանք ուրեմն խորհրդային միությունում Ռուսաստանի ազդեցության հետևանք են, արտերկրում անգլերենի կամ ֆրանսերենի ազդեցություն, իսկ ինչը Ամերիկայում խոսող հայերը չեն ասում insurance կամ loan կամ ինչ հավասար չափով, այսինքն չպետք է մատնանշել միայն Հայաստանում խոսվող ռուսերեն օգտագործող բառերի մասին, հայերենը պետք է զերծ պահել, հնարավորինս զերծ պահել անտեղի փոխառություններից, անտեղի օտարաբանությունից, որտեղ չես կարող այսօր ամբողջությամբ կտրվել քաղաքակրթության զարգացումից։ Իսկ թե ինչպես անել, անընդհատ քայլ անել, ինչպես ասում էինք, ժամանակը ամեն ինչ իր տեղը կգցի վստահաբար, հատուկ միջամտությունները հաստատ օգուտ չեն տալիս, չես կարող երեխաներին մեզ բոլորից չես կարող ստիպել, որ ընկերական շրջապատում չխոսենք այով, այլ խոսենք էյով։ Այսինքն ես կարծում եմ դա ժամանակին ճիշտ ուղղորդելու եւ ժամանակին ինքնաբերաբար լուծելի հարց է։ Հնարավոր է, որ նաեւ այս մոտեցումով մոտենանք մեր ներքին ազգային բաժանություններին, որովհետեւ փոխարենը մեր լեզվի ճյուղերը, մեր բարբառները մեզի միացնեն իրենց բազմազանությամբ եւ ջերմությամբ եւ հարստությամբ, արի միտես, որ ցավոք սրտի սրանք չասեմ պատճառ են տանում, բայց գործածվում են մեր մեջ որպես բաժանության այսպես պարագաներ։ Անշուշտ մեր լեզուն նաեւ միավորող հատկություն ունի, որովհետեւ այն միայն լեզվախոսության, այսինքն խոսելու համար չէ, այլ նաև առաջին հերթին մտածողություն է եւ երբ որ Նուրայրը իր խոսքի սկզբում ասեց, որ կլինի հայական այդ փոփոխությունները բան, ուզում եմ ասել, որ անգամ աշխարհաքաղաքական, աշխարհագրական դիրքը որոշակիորեն ազդում է այդ տարածաշրջանում ապրող ժողովուրդների վրա։ Օրինակ, երբ որ մենք ասում ենք լեռնցի հայ, պատկերացնում ենք այսպես հաստ բեխերով, առնական եւ այլն, երբ որ ասում ենք, ասենք, անապատում ապրող արաբներ, պատկերացնում ենք ավելի դանդաղաշարժ, ավելի զուսպ, ավելի հանգիստ եւ այլն եւ այլն։ Մեր լեզուն, մեր ինքնության մասը լինելով հանդերձ նաեւ որոշակիորեն խոր ազդեցություն է թողել մեր ձևավորման վրա եւ ընտանիքներում այս լեզվի պահպանության հետ կապված ուզում եմ ասել, որ այսօր Ամերիկայում այն ընտանիքներում,
որտեղ կան տատիկներ, պապիկներ, փառք Աստծո, հայերենը պահպանվում է, այսինքն այնտեղից դուրս եկող թորնիկները իմանում են որոշակի հայերեն, իսկ նոր սերնդի մեր ծնողները, որոնք ավելի շատ այստեղ կրթություն են ստացել կամ աշխատում են ամերիկյան տեղերում, միջավայրում, պետք է ասեմ, որ անգամ այդ ծնողները կան, որ իրենք չգիտեն գրել կարդան, բայց անշուշտ նաև տեսնում ենք, որ այդ ծնողների մեջ էլ կան այնպիսիները, որոնք գիտեն իրենց լեզվի արժեքը եւ դրանով մղված իրենց զավակներին փորձում են առաջնորդել դեպի հայկական հաստատություններ։ Այսինքն գաղտնիքը նրանում է, որ շատ տատիկներ ու պապիկներ։ Ես ասում եմ ամեն անգամ, որ մեր տատիկներ, պապիկները մեր հայերենի սահմանապահներն են այստեղ։ Նաև շատ կարևոր արձանագրում, եթե թույլ տաք անենք, ձեր վերջի հարցադրման կապակցությամբ, մենք այստեղ զրուցում ենք այս պահին, բայց վստահաբար ներքուստ մեր մտքերը հիմա հայրենիքում եւ Արցախում են հատկապես։ Որովհետեւ այս պահին Արցախն է առաջին ճակատը մեր հայ պայքարի ինքնության ինչի ուզում ես ասեք եւ մեր ներքին այսպես էներգիան թող ինչ որ չափով նաեւ նպաստի օր առաջ ձերբազատվելու այդ տագնապներից, այդ իրավիճակից եւ այլն, որտեղ խոսել լեզվի մասին, ցանկացած թեմայի մասին եւ շրջանցել սրանք կարծեմ այնքան փոխկապակցված են, որովհետեւ նաեւ լեզուն էլ է որոշի մոտ ճակատ։ Այսօր մեր հայ կյանքի թող չափազանցություն թվա, ցանկացած ոլորտ, գիտական, կրթական, ինքնության, լեզվի, то նախ եւ առաջ ռազմական ճակատ է, պետք է կարողանալ դիմակայել այս աշխարհում, հատկապես արտաքին այդ թշնամի պարագայում, հատկապես ներքին այս բաժանվածության պարագայում, ինչի մասին որ դուք ակնարկում եք։ Ես ամիսներ առաջ մի մեծ քննարկում ունեցանք, լեզուն զերծ պահեք չարախոսությունից թեմայով, ինչու որովհետեւ լեզուն գործիք է դարել այսօր նաեւ այդ իմաստով խմբերի, խմբակների, կուսակցությունների, այս այն կողմնակիցների իրար ռմբահարելու համար։ Մեր լեզուն այդ իմաստով մայրենին հայ ինքնության դրսևորումների, գործոններից է համար առաջին եւ կարծես պետք է չծառայի այդ նպատակին։ Մեկը սա եւ երկրորդը ինչ անենք։ Պետք է կարողանանք հայ հասարակությունը զերծ մնա այս ինքնախարազանող այս ուրեմն դրսևորումներից։ Գիտեք, միշտ իմ փորձառությունը եւ իմ համոզմունքը մասնավորապես վերջին տարիներին դարձավ այն, որ հային հայությանը միավորող այն մարմինը, հաստատությունը կարող է լինել եւ հայ առաքելական եկեղեցին։ Մասնավորապես այստեղ Սփյուռքում ես դրա վկան եմ ամեն կիրակի, երբ գալիս եմ եւ տեսնում եմ, որ պատարագին ներկա են բոլոր տեսակի հայերը, բոլոր աշխարհի բոլոր ծայրերից եկել են, միավորվել են մեկ տանիքի տակ եւ մեկ լեզվով, գրաբար լեզվով, որ մեր ակունքն է, մեր հիմքն է, միանում են, միավորվում են եւ գիտեք, ոչ միայն իրենց պաշտամունքի եւ հավատի մեջ, այլ իրենց արժեքների, իրենց ամեն ինչի մեջ միանում են եւ դառնում են միահամուռ մեկ ազգ։ Կարծում եմ սա մեր պատմական անցյալում, երբ որ այսպես հայացք նետենք, միշտ է այդպես եղել, ամենևին էլ պատահական չէ, որ 5-րդ դարում Սուրբ Եղիշե պատմիչը բանաձևել է ասելով, որ ըստ հայր մեր Սուրբ Ավետարանն գիտեմք եւ ըստ մայր մեր հայ առաքելական եկեղեցի։ Հայոց եկեղեցին իր գոյության ողջ ընթացքում մայր է եղել մեր ժողովրդին եւ դրա համար էլ այսօր միացնում են հայ քրիստոնյա, նշանակում է հայ, այսպիսի նման մի հատ բան կա եւ ամենևին էլ գաղտնիք չէ, որ պետականության բացակայության պայմաններում միշտ հայոց եկեղեցին է ստանձնել պետության գործառույթները, հայապահպանության գործառույթները եւ դա պատվով կարողացել է իրականացնել եւ մեր ժողովրդին հասցնել մինչեւ այսօրերը։ Այսօր Հայաստանում հայոց եկեղեցին կատարում է իր ծառայությունը, իր առաքելությունը, իսկ Սփյուռքում հայոց եկեղեցին կարողանում է համախմբել իր շուրջը մեր հայրենակիցներին եւ նրանց մեջ սերմանել մայրաթորից ճառագող լույսը եւ այն ամենը, ինչ որ կարող է
հայը ունենալ եւ պահպանել իր ինքնությունը եւ հավատքը։ Շատ գեղեցիկ խոսք կա, երբ ասվում է, որ ցանկացած հայի մաշկի տակ եթե ուշադիր նայես, Սուրբ Էջմիածինը դուրս կգա եւ իրոք որ բարեբախտաբար ունենք մենք այս հաստատությունը Սփյուռքում իր գերազանց, գիտես, առաքելություններով, այդ թվում լեզվի ասպեկտով, ինչի մասին մենք այսքան երկար բարակ խոսում ենք, եւ բացարձակ զարմանալի են աչից, ծախից, չգիտեմ որտեղից հաճախ եկեղեցու հանդեպ որոշ արտահայտությունները, ոչ բարյացակամ արտահայտությունները մոռանալով այս ամենի մասին։ Հիմա գիտեք ինչ, այն վիճակի ենք ասել, եթե մենք երեքով հնարենք փայտից ոսկի ստանալու, չգիտեմ, մի արվեստ, հայության որոշ հատված կսկսի քարկոծել, թե այդ ինչ է կանում, ցանկացած դրական քայլ հայտնվում է ինչ որ մեկի թիրախի կենտրոնում եւ այլն, բայց եկեղեցին մենք տեսնում ենք, մենք ներկա ենք, շարունակում է իր հաստատուն հոգեվոր, կրթական, ազգային եւ նաեւ լեզվապահպան առաքելությունը եւ միայն պետք է նպաստել դրան։ Այո։ Պարոն Այգ, շատ շնորհակալ եմ։ Հուսամ այս վերջի մեր հատվածը կփորձի մեր ունկնդրին այսպես զգոն լինել, զգոն դառնալ եւ անդրադառնալ, որ գիտեք լեզվի կարևորությունը, այս ինքնությունը, որ լեզվի գործածությունը եւ իմացությունն է թելադրում, ինչքան կարեւոր է եւ մասնավորապես երբ որ այս ամենը կատարվում է հայ առաքելական եկեղեցու պատերից ներքո, հայ առաքելական եկեղեցու համայնքի մեջ, մենք կարծես դառնում ենք անխոցելի, որովհետեւ այս հովանու ներքո միշտ կա ապահովություն, միշտ կա սեր, խաղաղություն եւ սրանք այն բաներն են, որ մենք առավել կարիք ունենք այսօր մեր թե համայնքների, թե ազգի համար։ Շնորհակալություն եմ հայտնում այս շատ կարևոր եւ հետաքրքիր զրույցի համար եւ հուսամ դեռ առիթներ պիտի ունենանք անդրադառնալու մեր լեզվին, լեզվի գեղեցկությանը, կարևորությանը եւ նաեւ մեր ինքնությանը։ Շնորհակալություն։